Ողջույն բոլորին, հույսով եմ բոլորդ լավ եք, ձեզ հետ կրկին Արմենն եմ։ Սկսել են մեծ պահքը, Աստված թող օրհնի բոլորիդ ընտանիքները։ Ես որոշել եմ ավելի շատ պահքի ուտեստներ պատրաստել ձեզ համար։ Այսօր միասին եկեք պատրաստենք ֆալաֆել։ Ես նախապես արդեն ամբողջ գիշերը թրջել եմ սիսերը, մնացել է ամբողջ օրը ջրի մեջ եւ փակվել է լավ։ Տեսեք, ինչպիսի է հասարակ բաղադրիչներից մենք ստանում ենք շատ համեղ ուտեստ։ Մեզ հարկավոր է 1 կիլոգրամ սիսեր, արդեն նախորոք թրջած, փափկած, մեզ հարկավոր է աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ, թահին, 2 փոքրիկ սող, համեմ, պետրուշկա եւ 3 բջեղ սխտուր։ Քանի որ իմ ապարատը մեծ է, ապա բոլոր բաղադրիչները միասին կաղանք։ Համեմում ենք աղով, սև պղպեղ, կարմիր պղպեղ, ավելացնում ենք 2 ճաշի կտալ թահին և սկսում ենք աղալ։ Իսկ ավելացնենք 3 կտալ ալյուրը, անգամ պտտենք և վերջացնենք։ Եթե թահին ունեք ձեռքի տակ, անպայման ավելացրեք ֆարշի մեջ, քանի որ կրեմային փափկություն է տալիս ֆալաֆելին։ Արդեն ֆարշը պատրաստեցինք, վերջացրեցինք, բայց գոնե 1 ժամ կթողնենք, որ համերը խառնվեն իրար հետ, հետո նոր կսկսենք գնդելը։ Մինչ 1 ժամ կհանգստանա, մենք կանցնենք սոուսին։ Սոուս պատրաստելն է շատ հեշտ է եւ հարմար, շատ բարձ եղանակով կպատրաստենք։ Մեզ հարկավոր է թահին, լիմոնի ջուր, 2 սառույց, եթե չունեք, ոչինչ, սառը ջուր, ուրեմն այստեղ ունենք համեմի աղացած սեմ, կարմիր պղպեղ, սև պղպեղ, աղ, աղացած սխտոր և քիմիոն։ Եկեք այս բոլորը խառնենք։
Լիմոնի ջուրը համտեսելով լցրեք, որ շատ թթու չլինի։ Քիչ-քիչ լցրեք, աղը նույնպես։ Ահա եւ մեր սոուսը պատրաստ է։ Թողնենք սառնարանում մի կես ժամ, մինչև ինքը կպնդանա եւ կստանա կրեմի տեսք։ Սիրելիներս, ես մածունը փոխարինեցի ջրով, քանի որ պահքի համար եմ պատրաստում։ Իսկ եթե դուք պահքի մեջ չեք, ջուր մի օգտագործեք մեջը, այլ 1 տար մածուն օգտագործեք։ Եվ հիշեցնեմ ձեզ, եթե չեք հասցրել բաժանորդագրվել իմ էջին, բաժանորդագրվեք, սեղմեք լայք եւ կիսվեք ձեր ընկերների հետ։ Մենք հետ վերադարձանք, անցավ արդեն 1 ժամ, փոքրիկ գնդիկներ կանենք։ Ես ձեզ ասեմ, որ ես ընթացքում աղ ավելացրեցի, դուք էլ համտեսելով պատրաստեք ձեր ֆարշը։ Վերջացնելուց հետո կուղարկենք սառցախցիկ եւ կսպասենք կես ժամ հետո նոր կսկսենք ձեթի մեջ տապակելը։ 40 րոպե սառցախցիկի մեջ թողնելուց հետո սկսում ենք տապակել առանց ձիթարայուղի մեջ։ Ժողովուրդ ջան, մի տեսեք ինչ ա կատարում, մինչև ես կպատրաստվեի համտեսելուն, մնաց ընդամենը 3 հատ, բոլոր կողմերից տարան, գոնե հասցնեմ, փորձեմ։ Շատ համեղաստած է ժողովուրդ ջան, դրսից կրկրթան, ներսից փափուկ, փորձեք չեք փոշմանի, ձեր սառնարանում միշտ ունեցեք։ Իսկ եթե դուք չեք հասցրել բաժանորդագրվել Արմինեի էջին, բաժանորդագրվեք, կիսվեք ձեր ընկերների հետ եւ իհարկե թողեք ձեր մեկնաբանությունը, շատ շնորհակալ կլինեմ, կհանդիպենք։